Իշխանության հարկային տերորը պարզապես ռեկորդներ է գրանցել։ 50-50, փայ մտնել, սա շիկ բան ասողները այսօր համ 50-50 են մտնում, համ ընդհանրապես ամբողջական բիզնեսը խլում են, համ իրենց հարկային տերորով ստիպում են փակել բիզնեսը, սննկանալ։ Անունը դնում են պետականացում ու խլում են բաժնետոմս, իրենց կառավարիչներին նշանակում են ու իրենց հայեցողությամբ ծախսում են գումարները։ Առիթ ունեցել եմ մինչ այս էլ խոսելու գործարարների հետ կամ զանգահարում են խմբագրություն և ահազանգում ՊԵԿ-ի ու Քննչականի մեքենայությունների դեմ, անխնա ու անհիմն տուգանում են, աստղաբաշխական թվեր։ ՊԵԿ-ն ու Քննչական կոմիտեն քննչական գործողություն են իրականացնում, տուգանում են անգամ 100 միլիոնավոր դրամներով։ Մի քանի օր առաջ իմացանք Կիլիկիա գարեջրի գործարանի սեփականատիրոջն են տուգանել 450 միլիոն դրամով, մեկին տուգանել էին 260 միլիոն դրամով, մի գործարարի տուգանել են 130 միլիոն դրամով, ասում են, որ տուգանում են, կալանավորում են, որ բերեն, մուծվեն։ ՊԵԿ-ի տուգանքները բողոքարկելու դեպքում մեծ մասամբ չեղարկում է դատարանը, պարզապես հիմա օրենք են փոխել, որ անկախ բողոքարկումից պետք է տուգանքը վճարի։ Տարիներ անց, երբ դատարանը համարի տուգանքը ապօրինի, կառավարությունը ինչ-որ պահի հետ կտա գումարը, բայց հենց տուգանքի ժամանակ վճարելու պահանջը բիզնեսը տանում է սնանկացման։ Գործարարներ կան, որ բիզնեսը ծախել են, ունեցվածքը, տները ծախել են, որ տուգանքը վճարեն։ Գործարարները նշում են, որ հարկայինը աշխատում է ռեկետի տրամաբանությամբ։ Հարկային քաղաքականության պատճառով բազմաթիվ հիմնարկներ սնանկացել են։ Սրանք խոսում են ներդրումային միջավայրից, բայց իրենց սարքած միջավայրը այս է,